Առավոտ ժամը 11-ին է, աշխատանքային ժամ, դրա համար ոչ բոլոր ցանկացողներն են կարողացել գալ եւ հասնել մեզ։ Սպիտակ շենքում, որտեղ որ լույսերն են վառվում, առաջի հարկում տեղա ունենում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը թուրքոլոգների հետ։ Ամենայն հավանականության ինքը քննարկում է, թե ինչպես անի, որպեսզի կարողանա Հայաստանը ներդաշնակ ձևով թուրքական աշխարհի մեջ մտցնել։ Մենք դրան դեմ ենք, մենք հայկական մշակույթի, հայկական եկեղեցու, հայ կրոնի կողմնակից ենք եւ մենք պահանջում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չդավաճանի այն սկզբունքներին, որով որ ինքը եկել է իշխանության, որովհետեւ ոչ ոք իրան այդ իրավունքը չի տվել, լիազորությունը չի տվել գործել հայկական առաքելական եկեղեցու դեմ։ Դա իրեն լիազորություններից դուրս է, դա հակասահմանադրական է, սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը իրարից անջատ են եւ չի կարելի խառնվել եկեղեցու գործերին։ Դա կրոնի օրենքի եւ սահմանադրության կոպիտ ոտնահարում է։ Այս միջոցառումը տեղի ունենում մի այնպիսի միջավայրում, որը կապ չունի գերմանական իրավական դաշտի հետ։ Սրանք անձինք են, ովքեր զբաղված են տարբեր լոբինգներով, որոնք ուղղակիորեն կապված են թուրքական օրակարգի հետ։ Մեր գործընկերներն այս պահին գտնվում են տարածքում, դուք տեսնում եք, նրանք շրջապատված են տարբեր ոստիկանական ծառայություններով, շատ անձրևային եղանակ էր, շատ վատ պայմաններ, եւս մեկ անգամ ես շնորհակալ եմ մեր գործընկերներին, ովքեր կարողացան միանալ այս միջոցառմանը եւ հնարավորություն ստեղծել, որպեսզի մենք կարողանանք ուղիղ տեսագրել այս միջոցառումը։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին Բեռլինում, որ այսօր այս ժամին կանգնած են ճշմարտության եւ չեն վախենում իրենց խոսքը բարձրացնելու։ Օրինակ ես շատ կուզենայի, որ Բեռլինում մեր հազարավոր հայրենակիցները կանգնային, բայց դե ինչ ունենք, դա ցույց է տալիս Սենատի անկաշկանդ գործողությունը այսօր, համահայկական Սենատի գործողությունը, որ մենք միշտ պատրաստ ենք բարձրաձայնելու մեր հայրենիքի, մեր հոգևոր դաշտի ճշմարտությունը։ Ես ուրեմն ասեմ Մկրտչյան ջան, ես այդտեղ վտանգ եմ տեսնում հայ առաքելական եկեղեցու դեմ, ոչ թե միայն Հայաստանի Հանրապետությունում, այ ես տեսնում եմ այս Նիկոլ Փաշինյանի արած գործողությունը, տեսնում եմ, որ այսօր այն ինչ որ ինքը թույլ է տալի այդ անհնազանդությունը եւ ոչ հարգալից ձևը մեր հայ առաքելական եկեղեցու, թեկուզ որ բոլորս է սխալական ենք, դա green card է տալի տարբեր երկրներին, մանավանդ մուսուլմանական երկրներում, որտեղ մեր հայրենակիցները ապրում են, որտեղ կա հայ առաքելական եկեղեցին, նա իր այս անպատիվ քայլով ինքը թույլ է տալի, որ այսօր այդ երկրները նույն ձև թույլ տան եւ օրերից մի օր այնտեղից էլ մեր հոգեվորականներին եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդներին դուրս շպրտեմ, որտեվ եթե անձամբ քո երկրից են դուրս շպրտում այս ձևով եւ կամ շինցու գործերով կամ խայտարակ ինչ-որ մի թեմաներով այս տեսակ, նա տալիս է շանս տարբեր երկրների, մանավանդ մուսուլմանական երկրներում այդ green card-ը, որ ավելի վատ ձևով վերաբերվեն մեր հայրենակիցներին։ Սա հայտարարակ մի իրավիճակ է։ Ես զարմանում եմ, լավ, իշքան կարող ենք խոսել եւ ելի խոսել, 15 միլիոն հայեր լրեկած, նրանք նայում են միայն Գարեգին կամ մի քանի հոգու։ Ես նորից կոչ եմ անում սիրելի հայրենակիցներ, սա Գարեգինի խնդիրը չէ, ոնց որ եղավ ցեղասպանությունը 15 թվի գավառական մտածելակերպով, ասում են դե լավ, դες գավառում էս ջուղում է, բայց մեզ ոչ մի բան չկա, մտավորականները մտածում են, որ իրանք ապահով են, իրանք հարգված են, բայց 1.5 միլիոնի ուղագի բնաջնջեցին։ Այսօր եկել է վերջնական կամ լինելու կամ չլինելու հարցը, Մկրտչյան։ Դրա համար իմ կոչը թող օրինակը լինի սա եւ սա լինի ոչ թե միայն Բեռլինում, այլ այդ անձնավորությունը, այսօրվա կառավարությունը, որտեղ որ նա լինի, թող այդ ցույցերը ավելի բազմապատկենան, իհարկե առողջ ձևի, ըստ երկրի օրենսգրքի, խաղաղ ցույցերով, բայց այն պահանջը, որ սա անօրինականությունը, այն ինչ որ անում է, մենք լսեցինք, որ մի 3 թե միսօրը
խոսում էր մի բանի մասին, որ մեր թագավորը թագավորը, եթե չեմ սխալվում, ուղղակի քնել է, զարթնել է եւ քրիստոնեությունը վերցրել, սա աբսուրդից դուրս է, սա աններելի մի հատ ապուշ բարձրաձայնում է, որ ընդեղած դալիճի նստած մարդիկ որևէ մեկը դա ցույց է տալի, գիտեք, ես միշտ այս քանի ժամանակ ասում եմ իրոք Աստված թույլ է տվել Նիկոլի պես Սատանայի առաքյալը գա մեր երկրում, նա ցույց է տալի մեր բարոյական հոգևոր վիճակը։ Այստեղ ինքը ցույց է տալի, միտեղ ես իրան շատ շնորհակալ եմ, ասեք իմանաք, բարոն Մկրտչյան, որ այս տեսակ մարդը ցույց է տալի մեր տեսակը, մեր իմացությունը։ Ես միշտ ասել եմ, մենք ունենք չիմացության խնդիր, ինֆորմացիայի իրավունք, թե հոգևոր դաշտում, թե իրավական դաշտում մենք ունենք մեծ չիմացություն, որովհետև այս լռությունը դա չիմացության, իսկ լռություն ասում է համաձայնության նշան է։ Հիմա մենք գնում ենք չիմացությունով մորթվելու, մենք գնում ենք չիմացությունով կորցնելու, հենց սա է մեր գլոբալ խնդիրը։ Խնդրեմ, պարոն Մկրտչյան։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին, շնորհակալ եմ, ուրեմն մեր WhatsApp կապով Մոսկվայից 3 մարդ է կապվել, կապի մեջ էր Հայաստանից 3 մարդ, դու Ավստրիայից, Գերմանիայի մեր ընկերները եւ 1 հոգի Սիրիայից։ Մոսկվացիները շատ դժգոհում էին, ասում էին, որ տեխնիկապես չեն կարողանում միանալ, Լուսինն էր ձայնային ուղարկել, լսեցինք։ Գիտես, այսօր Գերմանիայում 2 միջոցառում կա, մեկը առավոտյան ժամը 11-ին, մեկը ժամը 4-ին։ Մեր Սադոյանը հիմա ժամը 4-ին կլինի այնտեղ, ես կփորձեմ իր հետ էլ տեսագրություն անել արդեն 2-րդ միջոցառումից եւ ուզում եմ մեր ունկնդիրներն իմանան, որ ամսի 11-ին Մոսկվայում տեղի ունենալու խոշոր ցույց, որ գնան եկեղեցու մոտ, մասնակցեն, իրենց կարծիքը հայտնեն, այնտեղ կլինեն բավականին հայտնի անձնավորություններ, խաչակիրները այնտեղ են լինելու, մեր համայնքական սենատը այնտեղ է լինելու, կլինեն նաև մեր մտերիմները, մեր մոտիկները, կոչ եմ անում բոլորին գնալ եւ կանգնել այդ շարքին, գոնե լռելային կանգնել, չթողնել դատարկ, որպեսզի հետո դուք ձեզ չմեղադրեք, որ դուք չեք մասնակցել այս խնդիրներին։ Մեր հիմա շատ դժվար է այս ամենը իրականացնել, բայց մենք անում ենք եւ որևէ մեկ անգամ ես չեմ պատրաստվում ժողովրդին կամ որևէ մեկին մեղադրելու, թե որ ինչի չի մասնակցում։ Դա բարձր մտավորականներին են հարկավոր մեղադրել, որ նրանք չեն կարողացել ժողովրդին նախապատրաստել։ Հիմա մենք նորից վերադառնանք մեր ցույցի տարածքը, տեսնենք իրենք ինչ են անում։ Ես գիտեմ, որ զբաղված էստեղ ես գնում, քեզ բարի ճանապարհ գործերի մեջ, եթե լրացուցիչ բան ունես ասելու համեցի։ Ես կուզենայի նորից պարոն Մկրտչյան ասել 361 անգամ Աստվածաշունչը ասում է մի վախեցեք ձեր ինքնության համար, մի վախեցեք ձեր հավատքի համար։ Տիրոջ խոսքն ասում է երանելի այն մարդը, որ իմ համար կզոհաբերվի։ Հիմա եկել է այդ պահը, որ Տիրոջ խոսքի համար մենք կանգնենք եւ ճշմարտությունը խոսենք, անկախ երկրից, անկախ տեղից։ Մի վախեցեք։ Աստված օրհնի, շնորհակալ եմ Մկրտչյան ջան, շնորհակալ եմ մեր հայրենակիցներից, մեր սենատի անդամներից, որ նորից եւ նորից այս 1.5 տարվա մեջ ցույց տվեց, որ մենք կայուն ենք, որ մենք կանք, թոսավ լինի օրինակ եւ պահանջատերը լինեն եւ փորձեն չվախենալով դուրս գան փողոց եւ պահանջեն։ Աստված օրհնի, շնորհակալություն։ Այս շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է թուրքոլոգների հետ։ Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի մեր պրոտեստը արտահայտենք Նիկոլ Փաշինյանի այցի Հայաստանում ծայր առած բռնաճնշումների, եկեղեցու նկատմամբ հարձակումների, հայկական մշակույթի եւ հայկական պատմության ոչնչացման պրոցեսների դեմ։ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է մի անձնավորություն, որը խաբել է հայ ժողովրդին, որը դավաճանել է հայ ժողովրդի շահերը։ Մենք մեր դեմոնստրացիայով այսօր պահանջում ենք իրենցից, որպեսզի իրենք վերջ դնեն այս դաժան մոտեցումներին հայ ժողովրդի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը շուտով պետք է գա եւ մեքենայով շարժվի, դուրս գա շենքից եւ մեքենայով շարժվի, հույս ունենք այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք ուղիղ իր երեսին ասել։ Պարոն Սադոյան, մեկ հարց։ Այո, ես հասկացա ձեզ, ուզում եմ իմանալ ընդհանրապես գերմանական ոստիկանությունը ինչպես վերաբերվեց ձեզ, ձեր ցույցին եւ
որն է լինելու վերջնական ձեր այդպես մոտեցումը այս ցույցի առնչությամբ կամ Նիկոլ Փաշինյանի այցի վերաբերյալ։ Ընտրեմ կարծես դուրս են գալիս, այս դեսպանատուն աշխատակիցներն են։ Stop the arrests! Stop the political arrests in Armenia! Stop the church terror in Armenia! Stop the political arrests in Armenia! This is a shame! Stop political arrests in Armenia! Stop political repression. Stop the church repressions in Armenia! Stop the terror against the church in Armenia! The first Christian church! In the world. Տխուր եւ անցանկալի ձևով ճանապարհեցին մեր գործընկերները Հայաստանի Հանրապետության բարձր ղեկավարությունը, ովքեր Գերմանիայում ոչ թե հանդիպում էին իշխանությունների հետ, այլ միջին օղակի քլերկների հետ, ովքեր թուրքական օրակարգ են տանում առաջ։ Հարգելիներս, ցույցը համարում եմ ավարտված, շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Ընդհանուր առմամբ այս անձրևային եղանակին մեր գործընկերներն այնտեղ էին 1 ժամ 15 րոպե, հանդիպումը սկսել էր ժամը 11:00-ին եւ ավարտվեց ժամը 12:15 Գերմանիայի ժամանակով։ Հիշեցնեմ, որ այսօր ժամը 16:00 երկրորդ ցույցը կլինի ընդդեմ Հայաստանի այս վարչակարգի, ովքեր ոչ ազգային օրակարգ են ներկայացնում եւ առաջ մղում, ոչ հայկական ազգային օրակարգ են առաջ մղում։ Հարգելիներս, հիմա մենք վերջում ենք կտույցով եւ ժամը 4-ին կանցլերանտի մոտից մենք նորից կմիանանք։ Սա կանցլերանտի շենքն է, արդեն ստեղ հավաքում են կարմիր գորգը եւ մնացած ատրիբուտները։ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Բերլին շատ խորհրդանշական է։ Այս այցելությունը նախատեսված չէր եւ ամենայն հավանականության կապված է այն փաստի հետ, որ շուտով ուկրաինական պատերազմը հանգուցալուծվելու է եւ իրեն կանչել են, որպեսզի տեղեկացնեն իր ճակատագրի մասին։ Քանի որ Փարիզ չեն կանչել, այլ կանչել են Բերլին, հետեւաբար այդ ճակատագիրը այնքան էլ լուսավոր ճակատագիր չի։ Հակառակ դեպքում կկանչեին Փարիզ եւ Մակրոնը, որը որ հանդիսանում էր հայ ժողովրդի բարեկամը, նա կհայտներ Նիկոլ Փաշինյանին վերջնագրի մասին։ Սա ընդհանրապես տեսակետ է, այդ տեսակետը ուղղակի ես բարձրաձայնեցի։ Նիկոլ Փաշինյանը այս պահին ապամոնտաժում է բոլոր հայկական հաստատությունները, բոլոր հայկական հիմնարկները։ Մի կողմից ինքը ասում է իմ համար կարևորը պետական կառույցներն են, բայց ինքը այդ պետական կառույցները ապամոնտաժում է, այդ պետական կառույցների հարգանքը զրոյացնում է, ոչնչացնում է։ Սկսել էր բանակից, բանակը դարձրեց բառից բուն իմաստով անմարտունակ, հիմա անցել է ոստիկանություն դատարան դատախազներին, որ չի կարող, հնարավոր չի, որ այդ կառույցները աշխատեն, որ այդ կառույցները արդար որոշումներ կայացնեն, եւ Նիկոլ Փաշինյանը հիմա ոտնձգություն է կատարում եկեղեցու նկատմամբ 1700 տարվա մեր միակ ամուր հենասյունը, որի վրա հայ ժողովուրդը հենվել է եւ պետություն ունենալու ժամանակ
որի ընթացքում հայ ժողովրդի ոսկե դարերն են գրանցվել։ Եվ պետություն չունենալու ժամանակ, երբ որ հայ ժողովուրդը պետություն չի ունեցել, բայց եկեղեցին պահել է հայկականությունը, հայոց լեզուն, հայ մշակույթը, հայ երգը, ընդհանրապես հայկական մոտեցումը։ Նիկոլ Փաշինյանը հիմա կատարում է հանձնարարություն եւ իրեն ընդհանրապես կանչում են այդ հանձնարարությունը ուլտիմատիվ կերպով իրեն հայտնում են եւ ուղարկում են հետ Հայաստան։ Այսօր առավոտյան ժամը 11-ին ինքը հանդիպում էր ունենում թուրքոլոգների հետ արտգործնախարարության մի ինչ-որ ճկլասի ընկերությունում։ Արտգործնախարարության գիտահետազոտական ընկերության դահլիճում էր հանդիպում։ Եվ իրեն հավասարը ըստ պաշտոնի, ըստ ռանգի մարդ չկար այնտեղ։ Ինչ որ մի հատ խուժան կանաչների միության դեպուտատ էր, ռուսախոս, ռուսալեզու, որը որ շատ հակված է դեպի Թուրքիան, եւ մի թուրքոլոգ կին, էլի ռուսախոս, նրանց հետ էր հանդիպում դահլիճի ներկայությամբ եւ այդ հանդիպման ընթացքում անսպասելիորեն միացան սիգնալիզացիան ազդանշանը եւ այդ հանդիպումը կանգնեց։ Ըստ գերմանացիների դա տեղի ունեցավ այն պատճառով, որ դահլիճում չափից ավելի շատ մարդիկ են եղել եւ քանի որ մենք էլ դրսից դեմոնստրացիա ենք անում, երկու դեմոնստրացիա են գրանցել, իրանք վախեցել են լուսամուտները բացեն եւ ավտոմատ աշխատել է գերմանական հակահրդեհային համակարգը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում առևտրի նախարարությունում, երևի նրան տեղյակ են պահում, թե հատկապես ինչպիսի պայմանավորվածություններ եւ պայմանագրեր իրենք կանեն Հայաստանը էլ ավելի շատ թալանելու համար։ Ահա տեսնում ենք արդեն կանցլեր Ռամտի մոտ վերջացավ։ Շատ տհաճ պատկեր է։ Տպավորությունն այն է, որ ամեն ինչ ավարտվել է։ Տեսա, մեքենաների մեջ դրեցին, հավաքեցին եւ գնում են։ Սա Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ավարտն է։ Այսպիսի մտության մեջ անշուք ավարտ։ Սա յուրաքանչյուր դավաճանի, յուրաքանչյուր հակազգային մարդու, յուրաքանչյուր եկեղեցատյացի, յուրաքանչյուր հայրենադավի վերջն է։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին եւ բոլոր նրանք, ովքեր մեր հետ էին։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում պարոն Սադոյանին եւ իր տիկնոջը այս նախաձեռնությունը մինչև վերջ հասցնելու համար։ Լավ եղեք, հաջողություն ձեզ։